2008 թվականի մարտի 1-ից հետո ընդդիմադիր քաղաքական լիդերների մի մասը հայտնվեց բանտերում եւ երկարատև ազատազրկումների ենթարկվեցին, մյուս մասը ընդհատակում էր եւ ըստ էության երիտասարդները, այսպես ասած, մնացել էին առանց համակարգման եւ արտակարգ դրության ժամանակ մենք մի խումբ ընկերների հետ որոշեցինք, որ մինչև արտակարգ դրության ավարտը համախմբվել եւ ստեղծել մի կառույց, որը այդ բացը կլրացնի կամ ինչ որ չափով իր վրա կվերցնի այդ առաջնորդությունը, հատկապես երիտասարդության շրջանում, եւ մենք այդպես համախմբվեցինք եւ հիմա ստեղծեցինք, որը լավ հարթակ էր հետագայում այդ երիտասարդների համար, երիտասարդ քաղաքական գործիչների համար այլ կառույցներում ընդգրկվելու համար։ Ճնշումներ չկային, պարոն Հարությունյան։ Շատ կային եւ համալսարանում էլ ես արդեն այդ ժամանակ համալսարանում էի դասավանդում։ Հատկապես մինչև մարտի 1-ը, մարտի 1-ից հետո, մարտի 1-ից օրեր առաջ եւ ինձ հետ զրույցներ էին ունենում, փորձում էին հետ պահել այս ամեն ինչից։ Ես էլ ճիշտն ասած, պես այդ առումով շատ սկզբունքային էի, ասում էի ինչ ուզում եք արեք, ուզում եք հանեք, ուզում եք, չգիտեմ, գործողություններ արեք, միևնույնն է հետ չեմ կանգնելու, մանավանդ ես դրանից 1 տարի առաջ էի ավարտել ասպիրանտուրան Մոսկվայում եւ մեծ հնարավորություններ ունեի այնտեղ մնալու, բայց ինձ համար սկզբունքային էր, որ ես Հայաստանը չեմ լքելու երբեք, միայն ուսման բերումով կարող է գնամ սովորեմ եւ վերադառնամ եւ ասում եմ ես դրա համար չեմ վերադարձել Հայաստան, դուք որոշեք ինչ եք անում, պես այն ժամանակվա ԱԱԾ-ի ներկայացուցիչներ էին իմ հետ զրուցում, փորձում էին ֆակուլտետի ղեկավարության միջոցով ներազդել, բայց հետո կարճ ժամանակ հետո հասկացան, որ դա անիմաստ է։ Իհարկե անընդհատ այդ ճնշումները 8, 9, 10 թվականին կային։ Հետո հասկացան, որ չէ, մարդու հետ գործ չունեք, մեկը չի փոխվելու եւ սկզբունքները չի փոխելու։